Ես ուզում եմ ձեզ մի բան ասեմ։ Օնիկ Գասպարյանը եղել է գլխավոր շտաբի պետ եւ գրագիտությամբ եւ իր անձնական ունակություններով գերազանցել է երևի թե գեներալների մեծ մասը, այդ թվում այն գեներալներին, որոնք այսօր իրանց հասցեին գուցե եւ իր հասցեին ինչ-որ բաներ են խոսում։ Գլխավոր շտաբը դա այն օրգանն է, որը կարող կայացնի որոշում միայն ու միայն վերաբերող զորքերին։ Մենք պատերազմը չենք պարտվել նրա համար, որ ինչ-որ մի ուղղությամբ Ադրբեջանը ճեղքեց, եկավ, մտավ, այմարտ պատերազմը տես չի լինում։ Պատերազմի հաղթանակը եւ պարտությունը տարբերվում են, ճիշտ է կապված են, բայց տարբերվում են ցամաքում գործողությունների հետ։ Մեր մոտ խնդիրը ոչ թե այնքան ռազմական էր, որտեղ զորքը կատարել է անկարելին։ Մի քանի անգամ, տասնյակ անգամ գերազանցող հակառակորդը 5 պետության թե 6 պետության ներկայացուցիչ, այդ Թուրքիայի, որ Էրդողան այսօր ամբողջ օրը խոսում է, հարձակվելուց մենք կարողացել ենք, պատկերացրեք, մեր զինվորը եւ մեր գեներալը կարողացել է 20 օր պահել դիրքերը։ Ինչ էիք ուզում էլ այդ զորքերից։ Իսկ ինչի պարտվեցինք, որովհետև ամբողջ այսօրվա պարլամենտը եւ իշխանությունը, այդ ղեկավարները, այս թափթփուկները քաշվեցին հրախ իրեն եւ կողքից ոնց որ ֆուտբոլի մաչ նային Հայաստանի Ադրբեջանի միջև։ Խնդիրը նրա մեջ է, մենք պարտվել ենք, որովհետև մեր երկրի ղեկավարը միանձնա որոշում է կայացրել Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածք։ 20 թվականին Ադրբեջանը երբ որ հարձակվեց Հայաստանի վրա, նա հայտարարեց, որ դա անում է, որ գրավի Ղարաբաղը։ Չստացվեց, բայց 23 թվականին մեր երկրի ղեկավարը ճանաչեց Արցախի տարածքը, Ադրբեջանի տարածքը։ Այդ օրն է եղել Ադրբեջանի հաղթանակը։ Իսկ մենք պարտվել ենք ոչ թե մարտի դաշտում, մենք պարտվել ենք քաղաքական միջազգային այդ հարաբերությունների մեջ։ Մանից պարզում է, որովհետև մենք չունեինք, այդ ստավկա կոչեցյալը։ Տարբեր կարծիքներ կա, ասենք, երեք էլ կարդացի, ասենք, ինչ որ մեկ կարծիք արդյունքում Օնիկ Գասպարյանի մասին կան։ Ես նորից եմ կրկնում։ Էմոցիան այն կողմ դրեք։ Քաղաքականությունը այն կողմ դրեք։ Սա մենք ոչ թե պետք է պարզենք նրա համար, որ վարի տանք ինչ որ քաղաքականորեն մեկին, մենք սա պարզենք նրա համար, որ մեր տեսակետը ներկայացնենք մեր սերունդներին։ Եվ դրա համար պետք է լինի անկախ քաղաքականությունից այն կողմ հանձնաժողով։ Մասնագիտացված հանձնաժողով։ Ոչ թե երկու թափթփուկ պարլամենտում հավաքվել են, որ 2 օր էլ բանակում չեն ծառայել, որոշում են Օնիկ Գասպարյանը ճիշտ է ընդունել որոշումը, թե սխալ է ընդունել որոշումը։ Այն տարբեր համբալներին, որ փորձում են ինչ-որ Օնիկ Գասպարյանի մոտ լավ տղա դառնան կամ բան դառնան, թող գնան իրանց գլուխը պատովը տան։ Նորից եմ ձեզ կրկնում, Օնիկ Գասպարյանը իհարկե որպես գլխավոր շտաբի պետ հնարավոր է սխալներ աթողել մարդը, բայց դա պետք է իրեն ասի ռազմական գործիչը, ռազմական կոմիսիան, որը հասկանում է այդ սխալից։ Հասկանում եք։ Ու նորից եմ կրկնում, մենք պատերազմը չենք պարտվել նրա համար, որ մենք հանձնել ենք Զանգիլան կամ Շուշի։ Մենք պարտվել ենք նրա համար, որ խնդիրը կատարել է հակառակորդը, իսկ հակառակորդի խնդիրը եղել է Արցախը մտցնել Ադրբեջանի կազմի մեջ, որը արեց մեր երկրի ղեկավարը միանձնյա որոշումով չմահաց այդքան զոհերի։ Ու կապ չունի ինձ այս քաղաքը տվին, այս տվին, այն տվին, այդ ինչ որ մենք ասենք քննարկում ենք, բան ենք, դա ինչ որ ասենք տակտիկական հարց է։ Նորից եմ կրկնում, Ադրբեջանը հաղթեց այն օրը 20 թվականի պատերազմը, երբ որ մեր երկրի ղեկավարը կայացրեց միանձնյա որոշում Արցախը հանձնելու համար։ Ստեղից պետք է սկսել։